Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Անտիֆեքի հետ մենք շարունակում ենք աշխատել Ղազարյան versus Ղազարյան նախագծի շրջանակներում։ Այս անգամ կրկին Պետրոս Ղազարյանը իր իսկական, իսկ մենք մեր վիրտուալ տաղավարում կմշակենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանին։ Բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, իսկ Donation Alerts, Patreon, Super Chat եւ բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեքի թիմին այս եւ մյուս նախագծերը կյանքի կոչելու համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել քաղաքական կարևորագույն իրադարձություններին։ Ազգային ժողովում մեր արդարադատության կառույցները ներկայացնում էին հաշվետվություն, մեծ իմաստով խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին էր, հավանաբար դուք հետևել եք ազգային ժողովի հարցերին եւ պատասխաններին։ Մենք այսօր այս ամենի մասին կզրուցենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Բարեկո պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն հրավեր ընտրելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Հազար բարին ձեզ։ Ես լսեցի, որ գլխավոր դատախազը, եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազն էր կարդաց, թե ինչ է պետությունը ուզում Ռոբերտ եւ Բելլա Սեթրակ Քոչարյաններից, Լևոն եւ Սիանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյաններից, Վիգեն Չապինյանից չեք պատրաստվում այդքանը կարդալ, որտեղ եթերաժամանակը Քոչարյաններից 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, $3 միլիոն, 985 միլիարդ դրամի արժեքավոր պարտաստումներ, 1.4 միլիոն դոլարի ավանդ, 43 միլիոն, ինչ-որ այսքան միլիոն, 20 միլիարդ, մի խոսքով։ Ես այս ցուցակը համարյա լսում եմ ձեր իշխանության գալու օրվանից։ Չէ։ Այո։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, այս ցուցակը դուք ամեն տարի ասում եք, որ Քոչարյանները հենց 4 միլիարդ էր, հիմա մի քիչ իջել է։ Հիմա մենք ենթադրում ենք, որ սրանք պետքա վեսած լինեն, իսկ տպավորությունը որ դուք մարդկանց ջիջիլ եք գցում, ամեն տարի դուրս եք գալի ասում եք ունեն այսքան, հետո մյուս տարի ունեն այսքան, հերիքա ջիջիլ գցեք մարդկանց։ Ջիջիլ։ Չէ, ջիջիլ չի։ Ինչ ջիջիլ է։ Աննա Հակոբյանն ասել է, ջիջիլ չի Պետրոս, ոչիլ է, ոչիլ։ Իրանք հիմա ոչիլ են գցում։ Սկզբից իրանց գլխի մազերի մեջ, հետո մյուսների։ Ջիջիլ չի, ոչիլ է։ Դու հիմա ինչ եք գցում, պարոն Ալեքսանդր, դեռ մատ ասա տեսնենք։ Կամ բռնագրավեք, եթե դա ապօրինի է, կամ էլ մի խոսացեք։ Ջիջիլ չենք գցում, կառույցներն էլ արգրավում են, բացատրեմ, թե ինչի է այսքան տևում։ Չէ, այդ որ սկսես բացատրել, Վահագ ջան, հիշի, որ արդեն դու 7 տարի է բացատրում եք։ 7 տարի է, հələ դու պակասեցրիր Պետրոսի ցուցակը, 4 միլիարդ դոլարներ էր, եսի մինչեր էր, բան չէ, պակասես չեմ հասկանում։ 7 տարի է, պարոն Ալեքսանյան, 7 տարիվա մեջ, եթե դուք ուզենայիք ինչ-որ բան փոխեք, 7 անգամ կարայիք ապօրինի գույքը, իրավախախտումը բացահայտեիք, բերեիք պետությանը բաշխի 7 անգամ, բայց 7 տարվա մեջ հələ նույն երգն եք երգում։ Այդ երգի անունը մեկ ասում եք ջիջիլ, մեկ ասում եք ոչիլ, մեկ ասում եք ջիջիլ, մեկ ասում եք ոչիլ։ Կարող է ոչիլ մոչիլ կա ձեր գլխի մեջ, դրանով եք զբաղված, չեք հասնում այդ ջիջիլով զբաղվեք։ 7 տարի շատ ճիշտ նշեցիք, այո, 7 տարի Հայաստանի Հանրապետությունը դանդաղ, շատ դանդաղ, այսպես sense սանտիմետր առ սանտիմետր քայլել է շատ կարևոր մի ինստիտուտ կայացնելու ուղղությամբ, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Ինչի է դանդաղ քայլել, դանդաղ է քայլել դրա համար, որ այսօր, երբ որ կայանան դատարանների վճիռները, մենք վստահ լինենք, որ այդ վճիռները օրենքի սահմանադրության սահմաններում են, եւ վաղը մյուս օր, օրինակ, չգիտեմ, այնտեղ ասում են այդ նորատուսի մեծ այդ ռադիո ցանցը գիտեք, չէ՞, որ բռնագանձվեց վերջերս 1.5 միլիարդ արժողությամբ դեռ են թվերին, այսինքն 2000-ականներին այդ գինն է եղել, հիմա ենթադրում եմ մենակ ինֆլյացիայի բերումով արդեն երևի մի 7-8 միլիոն։ Չէ, դա բանին է, Միշիգենցն է։ Ամեն օր ասում եք, մի վարքյան, հեսա կհասնենք։ Այսքան միլիարդ, այնքան դոլար, հեսա հիմա բացատրեմ, թե ինչի է դանդաղ տևում, այդ եմ բացատրում։ Այ Վահագ, արա ձեզ ինչ հարցնում են, անկախ դրանից են ոչիլի պատմության նման, ինչ հարց տալիս են, դու ասում եք Միշիկ, ասում եք Սաշիկ, Միշիկ, լսի, կլի բեր քո անունը տնենք Չիշիկ, քո անունն էլ է մնացած քպեականների անունը, հնա ինչքան լավ է հնչում, ասենք օրինակ
Չիշիկ Փաշինյան, Չիշիկ Սիմոնյան, Չիշիկ Ալեքսանյան, Չիշիկ Պապիկյան, դες ինչ լավ է հանջում, որ ասենք հենց մեկը, դուք հենց ասեք Սաշիկ, Միշիկ, մենք էլ ասենք Չիշիկ, հա, լավ է չէ հնչում, բերս հենց անենք, սրանից հետո Ժողովուրդ ջան, հենց մեկը ձեզի ասի Սաշիկ, Միշիկ, դուք միանգամից այդ ասողին կասեք Չիշիկ, դուք բան գեղարվեստորեն էլ, էլի, թոնեց բանաստեղծական հնչում, հա Պետրոս, նորմալ է չէ տենց, որ երբ որ այդ բռնագանձումը տեղի է ունենում, այս ինստիտուտը տևեց այսքան դանդաղ, այդքան քննարկումներով, մի հատ միջազգայինների հետ քննարկումներով, մի հատ տեղական իրավապաշտպանների հետ քննարկումներով, մի հատ ներկուսակցական, ներկառավարական, ներխմբակցիոն ինչ-որ քննարկումներով, մի բարձ պատճառով, որ սահմանադրական դատարանը մի ամիս չի անցել, որ վճիռը հրապարակել, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը։ Չկա մի դրույթ, որ անհամապատասխան է սահմանադրությանը։ Բա քեզ չի հետաքրքրում, պարոն Ալեքսանյան, ազգային ժողովի падգամավորների դիմումը այլ է, մի падգամավորել դու ես։ Բա մա չես հարցնում, ասես, սահմանադրական դատարան Ջոն։ Այս 2 տարի է դուք դիմում եք ստացել։ Օրենքով սահմանված ժամկետ ունեք որոշում կայացնելու։ Այս որոշումը այսքան տարի ինչի է կարճ է, ինչի ոչ թե այդ որոշումը այդքան տարի ինչի է կասեցրե, գործի քննություն չի իրականացնում։ Զեկուցող դատավորները գիտես շո մեր լավ դատավոր ունենք, շատ լավն է Վահե Գրիգորյանը։ Հիմա գնացել է մարդու իրավունքների եվրոպական դատավոր։ Արժան, այնքն էր զեկուցում։ Մի հատ չի հետաքրում այդ 2 տարի օրենքը ՍԴ-ում քննությունը կասեցրել եք, այդ ընթացքում գործավոր հավաքում եք ապօրինի գույք, այսինքն այդ օրենքը որ ՍԴ-ում էր, վարույթներ չէիք նախաձեռնում, հա, ուրիշների գույքի վրա կալանք չէ, դա ոնց որ արել եք, ուղղակի արդյունք չեք ունեցել։ Հիմա էլ արդյունք չեն ունեցել, ինչի՞ որ չեն կարող ապահովել, զոռով խոս բան սարքելով չի։ Անորցում հիմա սահմանադրական դատարանի որոշում ունենք, հələ մի հատ է մեր, ինչա, սահմանադրական դատարանին անունից ուզում կպցնես մեր ընտիր սահմանադրական դատարանին։ Որ մենք վստահ ենք այս բայի դրությամբ, որ այս գործերի ցանկացած մեկը, եթե վաղը մյուս օր այս կոռուպցիոներները ու պետություն թալանածները բողոքարկեն գնան մի հետ կանգնեն, մի հետ իրանց ասելու շնորհակալություն եւ ցտեսություն։ Մի հետում գիտես շո Վանդե Պետրոսյանը, այդ գործով զեկուցող ՍԴ-ում զեկուցող դատավոր Վահե Գրիգորյանը արդեն հենց այդ գործը զեկուցեց, որոշումը կայացրել անմիջապես ուրբաթ օրը որոշում կա 2 շաբթի օրը գնաս մի հետ, ընդեր նստել է, սպասում դե բերեք տենամ, դիմումներ կբերեք թե չէ։ Գծած է թումա է, գծած։ Ոնց։ Մենք վստահ ենք, որ այս օրենքը լիովին համապատասխանում է մեր սահմանադրությանը եւ լիովին համապատասխանում է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներին։ Երկարատևում, որովհետեւ լավ է գնում ընթացքը։ Լավ, բարդ է, բայց կան པարզ դեպքեր։ Դուք առավոտից իրեգուն ասում եք Սերյանովյան, հենց ինքը խոսում է, ասում եք Սերյանովյանի տունը, այսօր դուք էլ այդ օրինակը բեցեք, դուք վարկերով եք բնականon գնում պետք է տասնյակ տարիներ վարկեր փակեք։ Ու ասում եք, բայց Սերյանովյանը ունի դղյակ։ Ոչ երրորդ տարին է։ Չէ, տեսեք։ Ստեղ էլ հո པարզ է, եթե այդ դղյակը այդ մարդունն է, բնականաբար նա այդքան փող չի աշխատել, դրա համար ոչ մի նոր օրենքներ պետք չէին, հին օրենքներով էլ շատ հանգիստ կդատվի։ Չէր դատ։ Ինչու՞։ Բացատրեմ, հիմա կբացատրեմ։ Հələ մի հատ միջև այդ գիտեք ինչ բացատրեք, պարոն Ալեքսյան։ Հələ մի հատ ասենք, էդի հասները դրա, մի հատ հələ parzենք տենանք այդ որ ասում եք բանկից վարկ ենք վերցրել, տուն ենք առել։ Բայց այդ բանկերը ձեզ մինչև падգամավորել են, ինչի վարկ չէին տալի, ասեք մինչև падգամավորել է վարկ վեր։ Մեկը падգամավորել է ընդամենը 5 տարվա կայուն եկամուտը հա ձեզ երաշխավորում քաղաքական պաշտոնը ցանկացած բան գիտի որ 5 տարի հետո դուք կարող այդ պաշտոնը չզբաղեցնեք հետեւաբար ոնց կարող է 5 տարվա աշխատանքի համար մարդուն 30 տարով վարկ տան բարձր չէ Պետրոս որ դա ցանկացած բայ բանկը կարասի ես այդ վարկը ներում եմ իշխանական ինչ-որ մի ներգործություն եւ այլն մի հատ WhatsApp բան Դա պարզա որ իրանց որպես վարկ չեն տվել։ Բալի մի հատ հարց որ ասել ոնց է սաղ քպեականներով սելեկտաներ առնել պատերազմից հետո 44 օրյա պատերազմից հետո սաղած սելեկտան։ Քեզ էլ է վերաբերում հա։ Մարտի 9-ի մի հատ տուն առեմ, մարտի 11-ի մի ուրիշ է։ Հենց քեզ է վերաբերում, կնգաթ է, դու էլ կնիկտել է, չէ՞ քպեական։ Բայց ոնց ալում, կամ ասում է Սերյան Օհանյանի դղյակը այսքան տարի չեք կարող բարձր։ Այ մար Սերյան Օհանյանի դղյակը հինա չեք կարող բարձր։ Ալեն Սիմոնյանի մայրը որ ջերվեժում ամառանոց է առել 38 միլիոնը միանգամից է տվել 30 միլիոն դրամը հայ էկոնոմ բանկից վարկա ձևակերպել։ Բայց այդ էլ չեք կարող բարձր։ Ասեք Հայաստանի բոլոր թոշակառուներին հայ էկոնոմ բանկը այտենց վարկ կտա։
Բայց այդ ինչի չեք կարող։ Կամ են Արադ Միրզոյանի դղյակը, որ մինչև իշխանության գալը 18 թվին Զոնքաչի տունը փոշե ծծի չէր անում, Սկի հերոստացույց չուներ, հերոստացույցն գնացել էր վարկով էր վերցրել, վարկը չէր մարել, դահական հաշիվների վրա կալանք էր դրել։ Բա հիմա Եղվարդի խճուղու վրա այն ինչ $280,000 հլասում են այդքանը գրած է ուրիշ գին ունի։ Բայց այդ դղյակի հանգամանքներով պիտի պարզի։ Այդ կլի դուք ձերը պարզեք, հələ մի հատ ձերը պարզեք, նոր անցնեք այն հներին, որը տենց էլ չեք կարող պարզեք 7 տարվա մեջ։ Որտեվ հին օրենքներով չկար ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը եւ հիմա ոնց է հիմա ասում են հարգելի պարոն Ղազարյան այս բաժակը ենթադրենք արժի 100 միլիոն դուք պետական պաշտոն զբաղեցրած մարդ եք դուք 100 միլիոն չեք աշխատել որ թվից օրենքը երբ ընդունվել օրենքը ընդունվել է 2-3 տարի առաջ բա 2-3 տարի է Ինչու՞ եթե այդ տուն այդ մարդու տունն է ինչու՞ մինչև հիմա այդ մարդը որովհետև այդ գործերը երկար են տևում հիմա կարակ ասեք այդ տունը չեն բռնագանձել ես ասում հա այդ տունը չեն բռնագանձել դեր այդ մի գործով դատարանի վճիռը չկա չնայած նախաքննությունը ավարտված է քննությունը ավարտված է եւ գործը դատարանում է եւ շուտով վճիռը կլինի ես կարամ ասեմ որ այսօր էլ կարծեմ էլի նոր հրապարակում եղավ նոր դատավճիռ կայացավ Իրասի, իսկ ասենք թե ձեր քպեական падգամավոր Խաչատուր Սուքիասյանը նա դղյակում չի ապրում, գոմում է ապրում։ Գոմ էլ ասի հիշեցի այն Գագիկ Ջահանգիրանին։ Այն Գագիկ Ջահանգիրանի մոնումենտի գոմը Պետք է բարձել եք, եթե ասենք իր աշխատավարձին համապատասխանել էր, որ առել է, թե ասենք ինքը որ քպեական էր եկել էր ձեզ ծառայություններ մատուցում, դրա համար ոչինչ։ Ձեզ ընդդիմադիրներն են անհանգստացնում, միայն ընդդիմադիրները։ Լևոն Քոչարյանը այսօր ձեզ բարձ օրինակ էր բերում, ասում էր, որ հաղորդում է տվել, դատաբժշկական եզրակացությունը կա, որ իրեն ծեծել են, առերեսում է եղել, մի խոսքով բոլոր քննչական գործողությունները կատարվել են, բայց դուք ասում է իշխանությունը չի պատժում այդ ոստիկաններին, որոնք շարունակում են աշխատել ոնց որ չեն ծեծել Լևոն Քոչարյանին։ Բայց ծեծել են Լևոն Քոչարյան, թե ես չգիտեմ, ախր հասկանում եք։ Դատաբժշկական եզրակացությունը կա դատաբժշկական եզրակացություն, որ մարմնի վրա մարդու վնասվածքներ կան, այդ վնասվածքները ծագումը ոստիկանները շուռ են գալի եւ Դե հիմա ես այդ ցույցերը որ նայում եմ իմ համար բան է։ Հիմա մարդը ասում է ամեն ինչ կա, փորձակնություն եղել է, առերեսում եղել է, ամեն ինչ եղել է, բացի իրավական հետևանքներից այդ ծեծի։ Ես անկեղծ ասած այդ գործի քննությանը շատ ուշադրությամբ չեմ հետևել, բայց ասում եմ։ Ոչինչ, Վահագն ջան։ Հարգելի պարոն Չիշիկ Ալեքսանյան ջան։ Հեսա վաղը միսօր որ նույն բանը քո հետ հանկարծ մեկ է տեսար պատը մարդես էլ ասենք թե անպատիժ մնացած ոստիկան են եթե ոստիկանը կար ազգային ժողովի падգամավորի դեմ հանիրավի բռնություն գործադրի եւ մնա անպատիժ ինչ տարբերություն կարա մի օր էլ հանկարծ մարդես էլի աստված չանի իհարկե բայց դե մարդես մեկ էլ հանկարծ այդ անպատժելիության զգացողությունը որ իր մոտ արտնացավ մեկ էլ նույն բանը քո վրա արած հələ մի բան էլ ավել արած մի հատ էլ հələ Էդ էլ արած այն ժամանակ դու քիհիշես մանրամասը քիհիշես այդպես հիշողությունդ կվերականգնվի էլի այդ ժամանակ հիմա շատ միամիտ տղա ես դու շատ այդ ցույցերին հետևող ցանկացած մեկը այդքան վստահ չի լինի օրինակ որ այդ ցուցարները բռնության չեն դիմել ոստիկանների նկատմամբ։ Չէ, ցույցերի ժամանակ չէր, ինքը ավտոմեքենային նստեցեք, հիշեք։ Բայց ինչի ընթացքում են։ Հիմա ինչ որ եղել է, ինչ կապ ունի ինչի համար է նստածը։ Ես հիմա հիշում եմ այդ բռնի ցույցերը, չէ, ես հիշում եմ այդ բռնի ցույցերը։ Ախ Պետրոս, դու ելնես ես ասում ոնց որ այդ մի դեպք քներ բան, դու ես մոռացել ես թե այդ ոստիկանները ինձ ոնց էին տապալը գետնին ձեռնաշղթաներ հագցնում դիմակավորված տանում ոստիկանության բաժին, տենց է ոչ իրանք իմացան չեն տանում ոչ ես։ Այդ չեմ ասում, զոհված զինծառայողների ծնողներ, Եռաբլուր парքի պանթեոնում, ինչ ուժ էին կիրառում, այնտեղ էլ պատժվել են, հա ոստիկանները, ոնց որ ես չեմ հիշում, որ զոհվածների ծնողները քանի ցույց կազմակերպեցին քննչականի դիմաց, տենց
կրծել ոչ մեկին, ոչ մի պատիժ, ոչ մի պատասխանատվություն, այդ ցուցարարների նկատմամբ նռնակներ կիրառել էր բան, չէ, սա ասում եմ հակառակ այդ ցուցարարները այ մարդ դրած այդ ոստիկանները խոչընջար։ Մի հատ հանրահավաքալում է ժողովուրդը իրանց հանրահավաքի պահանջները թողած առնում կպնում աղբերես կարմիր բերետավորն այն խեղճ Հայկաշ Ջոմարտյան ամեն անգամ անգամ ժողովրդի ոտերի տակ ջարդում են աղբեր սրանց այդ կարմիր բերետավորներին առանձին այն սև բերետավորներին առանձին այն հատուկ նշանակության ջոկատային առանձին մեկ է տենում ես ասենք թե մի հատ կնիկ է ցույցի մեջից հլնում է վազելով էթում ազգային ժողովի շենք բարձանում է երրորդ հար պատուհանից են դիպուկահարը որ դրած դիպուկահար հրացանը ցուցարարների կողությամբ վերցնում դրան լսամուտի շլեպ կծում այդ արայտիչ դաժան են այդ ցուցարարները այդ խեղճ ոստիկանների նկատմամբ էլ չես պատկերացնի շատ դաժան են դրա համար պիտի ցուցարարները պատժվեն ցուցարարները պարբերաբար դիմում էին բռնության թե պատահական անցորդների նկատմամբ թե ոստիկանների նկատմամբ հիշում է այլ այ մարդ տեղն է հիշողությունը չէ հեսա ուրիշ բաներ էլ է հիշելու հեսա մի րոպե մի երկու օր անցնի հեսա մի երկու բանը քիչ դիմելա սարսափելի բռնության յան ես չգիտեմ դիմելա չի դիմել ես բռնություն են դիմել ես չգիտեմ դիմելա չի դիմել ես չգիտեմ դիմել են իր նկատմամբ բռնության չեն դիմել դիմել են փորձակնությունը անցել է դատաբժշկական անցել է առերեսում է եղել է բոլոր գործողությունները արել է 23 թվականից ոչ մի իրավական հետևանք չկա։ Պետրոս, բայց դու էլ ես դեմք լուրջ եմ ասում։ Ուրեմն նստացրել ես դեմ այդ ազգային ժողովում մյուս падգամավորների նկատմամբ բռնություն գործադրած մարդուն, հարց մեզ ասում ես, իսկ ո՞նց ես վերաբերվում այն բանին, որ ոստիկանները падգամավորին ծեծում են ու պատասխանատվության չեն ենթարկվում։ Շատ տիպն ես դու Պետրոս։ Դե մեր ամբողջ ժողովուրդն էլ առավոտից իրիկու ասում ես 5 տարի է Քոչարյանի գործով ոչ մի հետևանք չկա։ Հիմա ո՞նց անենք։ Դատական համակարգը այո դանդաղ աշխատում։ Երկու դեպքում էլ դատական համակարգը դանդաղ աշխատում։ Այդ տեսեք այս կոչվում է որ օբյեկտիվորեն դատական համակարգ ուղղակի երկկողմանիորեն դանդաղ աշխատում։ Ես դրանք թե Ռոբերտ Քոչարյանին դատելու ուղղությամբ եւ թե Ռոբերտ Քոչարյանի որդու նկատմամբ ենթադրյալ բռնություն գործած անձանց նկատմամբ երկու դեպքում էլ հավասարապես դանդաղ աշխատում ինչ անենք։ Լսի, այդ որ ասում ես Ռոբերտ Քոչարյանի որդու, դու գիտես չէ որ խոսում ես քեզ հետ հավասար նույն կարգավիճակը ունեցող ազգային ժողովի падգամավորի մասին։ Ուղղակի այդ падգամավորը քեզնից մի առանձնահատկություն ունի, որ ինքը գիտի իր հերնով է։ Իր հերնը գիտի իր տղենով է։ Դու գիտես օրինակ քո հերնով է։ Այ բալա, դու մի հատ հələ քու դարդը քաշի, այդ որ մեկին ասենց իրա որպես հոր զավակ ես ներկայացնում, բայց չես մտածում որ մեկը կարա հարցնի ասի, լավ, հասկացանք, Լևոն Քոչարյանն է, Ռոբերտ Քոչարյանի զավակն է։ Բայց դու ում տղան ես։ Հորը տեսած կաս դու։ Հիմա տեղը գիտես, թե ինքը քո տեղը գիտի։ Դուք հիմա այդ լուրջ եք ասում։ Չէ, հիմա փաստա չէ որ դանդաղ է աշխատում ու դա ինձնից չի կախված որ դանդաղ է աշխատում ես ոչինչ չեմ կարող անել որ արագ աշխատի ինչ կարայինք մենք արել ենք որ արագ աշխատի դատավորների թվականակը ավելացրել ենք հատուկ դատարան էինք սարքել կալանքի գործով ինչ ասես ասում էին որ ծանրաբեռնվածությունը թեթևանա դատավորների աշխատավարձերը բարձրացրել ենք ինչ հնարավոր բան կա դատական համակարգի հետ կապված ես միանշանակ ձեզ ասում եմ որ մենք արել ենք այս գործը դատարան չեն տալ ինքը խոսում է քննչական կոմիտեի եւ մնացածի մասին դե ուրեմն ավելի ուրիշ հարց կա ուրեմն գուցե այդտեղ քննությունն է դանդաղ ընթանում մենց չի որ մնացած դեպքերում Սրանց համար ինչ կապ ունի այ Պետրոս դատարան կլինի, դատախազ կլինի, քննչական կլինի, սաղ իրար հետ մի WhatsApp-ի գրուպ է, էլի, մի հաղորդագրություն սաղին գնում է, մեկից նույն պատասխանը գալիս է։ Սրանց համար սաղ մեկ է։ Ինչ տարբերություն, ինչ գիտի սա, դատարանն ինչ բան է դա, բայց առաջիկայում հստակ կիմանա, էլի, որ սկզբից ոստիկանություն, կամ ԱԱԾ, հետո քննչական, հետո դատախազություն, հետո դատարան, հետո քրեակատարողական հիմնարկ Շտախուր բաներից ենք խոսում։ Հիմա տեսեք, ընդդիմությունը խոսում է նաև իշխանության կիրառած երկակի ստանդարտներից։ Նրանք ասում են, «Էս ինչ արդարադատությունը տարօրինակ, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը ինչ որ մի բան է վիրավորական, այդպես է վերսիան, հա, բանը ասել դատավորին ենթադրում եւ նա 1 ամսով կալանավորված է, խոսքի համար։ Խմբակային ծեծ անող թաղապետը ձերբակալված չի։ Համաձայն եք տարօրինակ արդարադատություն է։
երբ որ ընդդիմադիր լրագրողը ինչ որ բան է ասել, նա արդեն կալանավորված է, Լրագրողը, դե Լիտարակյանը լրագրող էր։ լրագրող էր։ Հա։ Ես ինչքան գիտեմ, լրագրող չէր, իրան ուղղակի տենց են ներկա։ Դե հիմա ինչ որ մարդ է։ Վարդան Ղուկասյանի խոսնակն էր, ես ինչքան անկեղծ տենց, հա մարդ։ Մարդը։ Okay։ Ինչ Չէ, ուղղակի սկզբից ասում են հետաքննող լրագրող, ասենամ հետքում աշխատել, թե որում պարզվեց Վարդան Դե Ղուկասյանի կա Գյումրու Ղուկասյանի համար ինչ որ բաներ է հետաքննել։ Հիմա խոսնակն ա եղել, ասել լավ։ Լսի Պետրոս, այդ դու մենակ Լիլիթ Աղեկյանի դեպքը գիտեիր, բա դու ասենք իմ դեպքը չես ուզում հիշես, որ ասենք թե իմ նկատմամբ մեր շենքի բակում դաժան բռնություն են գործադրում, ու տենց էլ ոչ մեկը, ոչ մի օր ոչ ձերբակալվում է, ոչ կալանավորվում է, բայց ասենք թե խոսքի համար իմ նկատմամբ են քրեական հետապնդում իրականացնում, Արմեն Գրիգորյանին խոսքի համար բռնեցին տարան, ամիսներով բանտում պահեցին դատանի դահլիճում մահացավ։ Դու մոռացել ես Նարեկ Մալյանի գործը խոսքի համար տարիներով ազատազրկված։ Դու մոռացել ես Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործը, որ խոսքի համար հանիրավի ձերբակալվել են, անազատության մեջ են եղել, հետո արդարացվել։ Դրանք սա մոռանում ես։ Մենակ Լիլիթ Աղեկյան, այո, Լիլիթ Աղեկյանն էլ է դեպք։ Ուղղակի լսում ես սա ինչ ասում։ Անընդհատ ասում լրագրող, Վարդան Ղուկասյան, այսինքն այն միանգամից շեշտում է, որ այդ աղջկա նկատմամբ իրականացված հետապնդումը պայմանավորված է Վարդան Ղուկասյանի հետ իրանց ընտրություններում հաղթած մարդու հետ երբևէ ունեցած որևէ առնչություններով։ Այս պահին չեն կարացել Վարդան Ղուկասյանին ձերբակալել, որտեղ մի քանի քրեական գործ հարուցել են, ասում են լավ, քեզ չեն կարում, էթերը գնացել են ընկել են ում հետ է երբևէ առնչություն ունեցել, դրանց է խոստովանում է իր խոսքի մեջ։ Թե հիմնական նպատակը որն է հետապնդումների։ Լրագրող, հետաքննող լրագրող, Վարդան Ղուկասյանի խոսնակն է եղել։ Դե մեծ ոնց է ծագվում։ Մարդը ինչ որ բան ասը վիրավորական հանրային ծառայողին, նա կալանավորված է։ Մարդը, որը խմբակային կամերաների առաջ ծեծել է մարդու, կալանավորված չի։ Տարօրինակ է, համաձայն եք։ Եթե սա լիներ Սերժի Քոչարյանի ժամանակ, դուք ասեք, այ սա է ձեր արդարադատությունը, խմբակային ծեծը չի դատվում, խոսացողը դատվում է։ Տեսեք, եթե խոսացողները առհասարակ դատվելու լինեին կամ առհասարակ դատվող լինեին, հիմա Հայաստանի բանտերում երևի տասնյակ հազար կալանավորված է, բայց դե հիմա ասում եմ, եթե առհասարակ դա օրինաչափություն լիներ, որպես այդպեսին ուղղակի վիրավորանքի համար մարդիկ դատվեին հայհոյանքի կամ եթե չեմ սխալվում դատարաններին հայհոյել է այդ տիկինը, դրանով է դա պայմանավորված։ Հայաստանում այդ դատը բաներում էլի ձերբակալվածների պահման կամ կալանավորվածների պահման վայրերում ուղղակի տեղու դադար չէր լինի որպես այդպես։ Ինչի դուք այդքան շատ եք, հա, մտածում ես, որ դրա համար եթե ստեցին սաղին բռնել, դե քանի հոգի եք, ոտու գլուխ 200 հոգի չեք դուք արա։ Բան չի պետք է տեղ չել։ Ուրեմն Պետրոս մեր քրեակատարողական հիմնարկներում 200 գլուխ ապրանք տեղավորելու հնարավորություն չի լինի, որ էսի անհանգստանում է։ Դուք եք մնացել մենակ, որ մարդ եք վիրավորում, դատավոր եք վիրավորում, ատելության խոսք եք տարածում, մնում եք անպատիժ։ Մնացածին չելած տեղից խնձոր նետող են արա տանում դատում ես երկրում, խնձոր նետող։ Հələ որ կապած է չի լինում է։ Հիմա չգիտեմ ինչ միջադեպ է կոնկրետ ինչ է ասել, ինչի համար է դա, ինչ է ասել, որ դատարանին է ասել, այն մյուս դատարանը ինչի է դրա համար կալանքվել։ Անկեղծ եմ ասում, չեմ իմանում։ Ու առհասարակ ես ես անկեղծորեն ասեմ, էլի լրիվ ամենայն անկեղծությամբ։ Արա շատ անկեղծ ես է դու։ Չի կարելի այդքան անկեղծել։ Արա ամեն նախադասությունից առաջ անկեղծորեն ասեմ, անկեղծորեն ասեմ, դու շատ անկեղծ տղա ես էլի։ Մի քիչ կեղծավոր եղել, ես Պետրոս դες ոնց է կեղծավորում։ Մի քիչ դու կեղծավոր էլի, այդքան անկեղծ մի եղի։ Հեչ մորը չես քաշի, հա։ Ընկերիկը տեսար ինչքան անկեղծ եկավ, տենց հարցակվավ են սրբազան պայքար երեխեքի վրա բան։ Տեսար ինչքան անկեղծ էր ինքը։ Իսկ դու հա կեղծավորում ես, դու անկեղծ ասեմ, ես մեկն էլ անկեղծ ասեմ, եմ դες ասում, եթե ես որոշակի հնարավորություն ունենայի ներգործել այս կամ այն դատական գործի վրա, կամ դա օրենքը ինձ թույլ տար ու կամ դա նորմալ լիներ, որ ես ներգործեի այս կամ այն դատական գործի վրա, ես կներգործեի շատ ուրիշ դատական գործերի վրա եւ ոչ թե Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակի ինչ որ գործի վրա։ Շատ լավ, բայց դու կարծում եք, որ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի ժամանակ իրենց падգամավորները հյուր են գալի եւ ես իրենց ասում եի այս մարդուն կրակեցին, սպանեցին, նստած չի, այս մեկին տոնածակ դնելու համար նստածել եք, իրանք ասում էին մենք տեղյակ ենք, իրանք էլ ասում են դե ես իրավական համակարգ չէ, ես շատ վատ բան էր, շատ վատ օրինակ էր, որտեվ իրանք էլ էին տենց ասում, մի վարքան ստեղ հստակ տարբերություն կա։ Ես էլ եմ կարծում վատ օրինակ էր Պետրոսը, ինչ օրինակ է։ Սերժ Սարգսյանի ժամանակ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը արարողակարգի աշխատակցի նկատմամբ բռնություն էր գործադրել, պաշտոնանկ արեցին։
Սրանց ժամանակ էլ է տենց ելնում, հա? Սրանց ժամանակ էլ է տենց ելնում։ Իսկականի շատ անհաջող օրինակ բերիր դու։ Հիմա տեսեք, այսինքն երկակի ստանդարտներ չկան, պարոն Ալեքսանդր, ձեր տպավորությամբ։ Ոչ, իմ տպավորությամբ, եթե երկակի ստանդարտներ կան, եթե դուրս գանք հիմա մեր հանրությանը հարցնենք, թե քանիսակի ստանդարտներ են, իրանք շատ կոնկրետ դատական գործեր մեջ կբերեն ու մեզ կմեղադրեն այն բանի մեջ, որ մեր քաղաքական հակառակորդները հիմա նստած չեն։ Լսի, դու այդ հանրության կարծիքի հետ մի քիչ զգուշ եղի, որովհետև հանրության կարծիքը պետք չի գնալ հարցնել։ Ով մեզ տենում է փողոցում, տենում է գալիս ասում է այ Ղազարյան ջան, սրանց հետ բան չի, սրանց մենակ սրանց մի բան պետք է անես, հա մենակ մի բան պետք է անես։ Ու չեն էլ ասում թե ինչ պիտի արվի, մարդ չի իմանում ինչ պիտի արվի։ Այդ հանրային կարծիքի հետ դու գործ չունես, այդ հանրային կարծիքը քո օգտին չի, Վահագ։ Ձեր ընդհանրապես ձեր օգտին չի։ Դրանից դու մենակ վախեցի, որովհետև այդ հանրային կարծիքը հեսա ոնց որ գլուխ է բարձրացնելու։ Սա մեր ամենամեծ քաղաքական մեղադրանքն է, որը մենք ժողովրդից ստանում ենք ամենօրյա ռեժիմով, դա հետեւյալն է։ Խի Ռոբերտ Քոչարյանը նստած չի, խի Սերժ Սարգսյանը նստած չի։ Պարոն Չիշիկ, ես դու մոռացել ես, որ Ռոբերտ Քոչարյանը ինչքան ժամանակ ա եղել հանիրավի անազատության մեջ։ Հանիրավի նստած չի եղել Ռոբերտ Քոչարյանը։ Մեղք էր գործը։ Դատանի որոշում կա, որ ինքը մեղք է գործը, բան չի էր նստած։ Դու տեղյակ չես Սերժ Սարգսյանի դեմ քանի հատ քրեական գործը հարուցվել ու դատանը որոշում ա կայացրել արդարացման մասին։ Էդ էլ տեղյակ չես, բայց հետապնդումներին չի համար է ենթարկվել։ Իլհամ Հեյդարիչն ա խնդրե, ասելա որ Հայաստանի Արցախի նախագահային մի մասին ես եմ ստե դատում, մի մասն է դուք ընդդեմ տալ։ Հանիրավի, ես դե հանիրավի կդատեմ, դուք ընդդեմ հանիր, որովհետև մարդիկ հայ են եղել։ Մարդիկ հայ են եղել, Հայաստանի պաշտպանության, Արցախի պաշտպանության մասին են զբաղվել։ Հայրենիք են պաշտպանել, հայրենիք են շենացել, պիտի տանեք դատեք։ Լավ գործ եք նախաձեռնել։ Ասում են չի նստած չի, ոնց նստած չեն էլ է։ Բա հանրությունը հիմա մի բան է հարցնում։ Դուք ինչի նստած չեք։ Դուք կնստեք հերթով, կարգով, հատիկ առ հատիկ ու ամբողջ խմբով։ Ուզես մի տեղ նստածնենք ձեզ արա։ Չէ, անշնորհ բաներ կանեք դուք իրար հետ, ես գիտեմ, հատկապես են Ալենը մանավանդ քեզ իմանալով դու բանակում ինչ վիճակում ես էլ ինչ է էլ չէ Պետրոս սրանց առանձին է պետք նստածել անշնորհ բաներ կանեն արա օյմոյին կանեն իրար գլխի Խի Սեյրան Օհանյանը նստած չի ու խի տենց բազմաթիվ պաշտոնյաների անուններ նախքին խի նստած չեն հիմա եթե մեզ մեղադրում են սենց ռեպրեսիաների ու մնացածի մեջ դա ուղղակի աբսուրդ է մենակ այն պատճառ այն բանի բերումով որ ամենամեծ մեղադրանքը մեր ժողովրդի կողմից մեզ հասցեագրված է տենա թե խի սրանք նստած չեն Անդ պատկասում եք Սերժ Սարգսյանին ինչ որ բայց մեղադրեին ասեն ինչի օրինակ կոնդիմությունը Նիկոլ Փաշինյանը նստած չի։ Տենց մեղադրանք երբևէ եղել է։ Դե չի եղել, որովհետև Սերժ Սարգսյանի օրը քաղաքական հայացքների համար մարդիկ չեն նստել։ Նիկոլ Փաշինյանը այդքան լրագրող ա եղել, այդքան հոդվածներ ա գրել, այդքան հրապարակախոսությամբ հանդես եկել, այդքան ընտրությունների ա մասնակցել, ազգային ժողովի ընտրությունների ա մասնակցել, իմպիչմենտ դաշինք ա ձևավորել, տեղական ընտրությունների ա մասնակցել, իսկ իր քաղաքական գործունեության համար չի հետապնդվել։ Մարտի 1-ի համար ա Նիկոլ Փաշինյանը մենակ նստել, բա ինչ աներ։ Էս աղ ժողովրդի տաներ գցել կրակի բերան ինքն էլ փախնել է տալ ու մնար անպատիժ։ Տենց է չէ՞ էլ Պետրոս։ Կամ ինչ որ մի ընդդիմադիր ինչի նստած չի, տենց մեղադրանք եղել է Սերժ Սարգսյանը։ Չի եղել, որովհետև ընդդիմադիր գործիչները իրենց հայացքների համար չեն նստել, ինչի պիտի ասեին։ Բա հենց այդ է տարբերությունը, հենց այդ է հարցը։ Ընդդիմությունը նաև ձեզ մեղադրում է, որ դուք ձեր ապիկար կառավարման շնորհիվ գողացել եք իրանց տոները։ Եռատոնը, սեպտեմբերի 2-ը Ինչու է գողացել մեկ որ խոսում են ինձ թվաց Բայց Պետրոս, արդար եղել էլի։ Այս մարդիկ մենակ տոները գողացել են, բա նաև մեզ մի հատ տոն են նվիրել, չէ։ Այն քաղաքացու տոնը, որ նվիրել են մեր ժողովրդին, ինչ տոնախմբություններ են անում այդ օրը, բայց ինչ հավես անցնում, ինչ ուրախություն։ Մարդիկ դուրս են գալի փողոց, երթեր են անում, երեխաները փուչիկներով, այն հեղափոխության ժամանակվա այն մայրիկներ իրան սայլակներով, այսօր քաղաքացու տոնն է, քաղաքացու մարդիկ իրար նվերներ են առնում, ընտանիքի անդամները տները սեղան են դնում, հյուրասիրություններ իրար տոն են գնում, ասում եմ
Մամ, այսօր իմ քաղաքացու տոնի կապակցությամբ ինչ է սարը ասում, սյուրպրիզ եմ անելու, դա շատ համաժողովրդական մի հատ տոն են մեզ նվիրել, Պետր։ Ուղղակի են մի քանի ավելորդ տոներ կար, դրանք էլ հիմա գողացել են, ինչ ան, գողացել են տալ են կտան թուրքերին։ Այդ բանակի օրն է, դու չգիտեմ, Շուշի ազատագրման օրն է, մայ հաղթանակի օրն է, հանրապետության օրն է, սահմանադրության օրը, ես իմ անկախության օրը, ում են պետք է տորերը, ում են պետք։ Դրա համար այդ տոները վերացրել են, դրանք սարքել են սքո օրեր, բայց դրա փոխարեն մեզ պարգևել են քաղաքացու տոնը։ Հա, հետո Պետրոս մենակ բանը չի է, մենակ քաղաքացու տոնը չի։ Տոների հետ միասին իրանք մեզ պարգևել են նաև փառատոններ, այսինքն փառավոր տոներ։ Օրինակ գինու փառատոն, գարեջրի փառատոն, ոչխար խուզելու փառատոն, 3 կիլիանոց բանկաների փառատոն չկա, բանը կա, տոլմայի փառատոն, չուֆտայի փառատոն, Քյավառում էր թե Մարտունիում կարտոֆիլի փառատոն, տոները հիմա շատ են Պետրոս, տոները հիմա խելքի խալի գորգեր լվանալուն է կա, չէ, ազգային ժողովում եք, չէ անում Վահագ, այն որ ազգային ես իմ քանի միլիոն դրամ է փող էին ծախսե, ընկել են գորգեր լվանալու մոռացել են Արփի Դավյանին լողացնեն, բա այդպես տոներ հիմա շատ կան, ուղղակի այդ հաղթանակի տոն, Շուշի ազատագրման տոն, դրանք են վերացել, դե ում էին է պետք է բանակի բանին էլ են հասնելու, ասելու են, որ իրենց համար ամենակարևոր տոնը որպես այդպեսին Հայաստանի խորհրդայնացման տոնն է, այդ օրն էին փորձելու ասեմ, բայց ցավոք սրտի չասեցին, տենց լրիվ չբացահայտեցին, տենց ապուշ դուսա տալել, ասենք դու ինչից ես խոսում, ասենք ով ասե Հայաստանի խորհրդայնացման օրը պետքա տոն լինի։ Դուսա տալել, ասենք բան արացել է սենց։ Դες հումոր ունի էլ ինքդ նկատել ես, չէ, Պետրոս, դες մի տեսակ Էդ էլ մորնակ հաշ է, մերն շատ հումորով կին է, տեսանք էլի դենենց թեթե բնավորությամբ, բնենց անեկդոտ պատմելով բանով, լավներ, շատ լավներ։ Տոն գողացող են ման գալի, թող իրանց շարքերում ման գան, մեռանք ասելով։ Իրանք Լեռնային Ղարաբաղում իշխանություն ստանձնեցին, իրանք դաշնակցությունը ներառյալ ու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թևերը միասին առաջադրեցին նախագահի տեխնացու, իրանք Լեռնային Ղարաբաղի իրանց առաջադրած տեխնացուի հետ անվտանգության խորհուրդ նաև կազմեցին, հետո բոլորով միասին գնացին Եվլախ ու ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան։ Հիմա մատ Պետրոս, հիմա լուրջ եմ ասում էլի, այս չիշիկին ես ինչ ասեմ օրինակ, կարաս ինձ ասես։ Տեսնես, իրանք Լեռնային Ղարաբաղում իշխանություն զավթեցին, ասում դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարլամենտում ունեցել ընդամենը 3 պատգամավոր, որոնցից մեկը հիմա գտնվում է Բաքվի բանտում։ Ուրեմն, այս ամեն ինչ որ ասում է տեղի ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունից հետո, երբ որ Արցախը արդեն տոտալ գտնվում է շրջափակման մեջ, այդ ամեն ինչը եղել է իրանց իշխանության շրջանում, իրանց կայացրած որոշումներով, Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, Իլհամ Ալիևի պահանջով, Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, Ալիևի պահանջով, Արցախը որպեսզի անտեր չմնա, իրանց կազմից այդ շրջափակման մեջ գտնվող նախագահն արդեն Արցախի նախագահ 23 թվականի սեպտեմբերին, էլի, նախագահը, որ 20 լիտր բենզին չունի, դրա նախագահը ո՞րն է, իշխանություն, այդ ասենք Արցախի իշխանությունը ո՞րն էր 23 թվականի սեպտեմբերին, երբ որ Արցախի խանութները դատարկեն, հիվանդները դեղ չունեն, երեխեքը կոնֆետ չունեն, շաքար չկա, ձեթ չկա, ալուր չկա, իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, իշխանությունը վերցրեցին եւ գնացին եւ լավ կապատ, հասկանում ես ինչ նագլիություն է, էլի, սա ստորության, սրիկայության ինչ աստիճան է սա։ Ու ամեն անգամ սա ներկայացնում են։ Իրանք ղեկավարն են, բայց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են Դաշնակցության հետ Արցախում իշխանություն վել։ Արցախ իշխանություն 23 թիվ։ Հիմա հանձնող են ման գալի, թող հայելու մեջ ման գան։ Ուրիշտեղ պետք չի որ ման գան։ Հայելի ասելով դու ինչ նկատի ունես, այն հայելի մամուլի ակումբը, հա, բայց հայելի մամուլի ակումբի մեջ մանգալ պետք չի, առավոտից իրիկուն, անդերից ասում է, որ Անժելա ավելի շատ կասենք։ Ասում է անդե, այո, հայելիում ասում է, թե ինչ է այդ որտեղից պետք է մանգալ։ Դուք քարոզում եք ատելություն, բռնություն, թշնամանք, ասում է Արծվիկ Մինասյանը։ Արծվիկ Մինասյանը ուղղակի թող իր խմբակցության ելույթները լսի էլի։ Ես լսել եմ Պետրոս ԿՊ-ի խմբակցության ելույթները։ Սեր
հանդուրժողականություն, թավշյա վերաբերմունք եւ ժողովրդավարություն։ Ծորումա Ռուբեն Ռուբինյանը ինչ լավն է, ինչ միտքը հստակ, ձևակերպված, բարի, այդպես աշկերից բարությունը թափում է։ Այն Արթուր Հովանեսյանը նա տեղով մի հատ բարություն, հանդուրժողականություն, համեստ, բայց այն մի հատ 0.24 գրամ դեղնականաչավուն զանգվածնել, որ էթմա չէ, լրիվ մի հատ սենց լում, օթերով, սենց հրեշտակի պես Արթուր Հովանեսյանին, որ ասում ես, ես չգիտեմ ով ինչա պատկերացնում, ես պատկերացնում եմ ասես մի հատ օթելած մի հատ հրեշտակ, որը միայն ասենց իր թևերի հետ միասին ասենց ազգային ժողովի դահլիճին բարություն, սեր ու համերաշխություն է սփռնում։ Շատ լավ, ինքը, դու կարող ես մտածես, որ ինքը եսի ինչա, չէ, ոչ էլ քեզ նմանացրու, ոչ, ինքը ուրիշ կենթանի է։ Ես ձեզ վստահեցնում եմ իրանց խմբակցության, իրանց լրատվականների, իրանց մեդիաների, իրանց ակտիվիստների։ Դուք ասում եք իրանք էլ են քարոզում։ Չէ, տենց չեմ ասում եմ, որ եթե լսեք այդ մարդկանց ու տեսնեք մեր պատասխանը դրան, կհասկանաք, որ մի կողմում ատելությունն է, իդեմս ընդդիմության, իսկ մյուս կողմում ուղղակի խաղաղության աղավնիները, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ իմ խոսույթը։ Այո, դու գիտեիր թե ինքը խաղաղության խոզ է, հա? Դու գիտեիր թե ինքը խաղաղության խոզ է, հա? Ոչ։ Ինքը խաղաղության աղավնի է։ Այն արփին, որ բռնել էր, մեկ է մի հատ թուրքնի կար է Շուշիի մատույցներում են շրջափակման օրերին։ Ինքը էդ այլ է։ Արա, բայց ինձ ստատ կա, վաղ։ Լավը դու փրկվել ես։ Ուրեմն դու արփինն ես։ Էսի արփի խաղաղությանը։ Դու էլ հենց գիտես ինքը խաղաղության խոզ է։ Էն է քեզ էլի։ Ես ձեզ վստահեցնում եմ իմ խոսույթը, մեր խմբակցությունից ով կա ավելի սուր խոսքով կամ նույնատիպ սուր խոսքով, չգիտեմ, Արթուր Հովանեսյանի խոսույթը, չգիտեմ, Ռուբեն Ռուբինյանի խոսույթը, վարչապետի խոսույթը այդ թվում։ Հրեշտակ։ Չես լսե։ Անց ես բանանում պետք է զարմացած ես նայում, այս մարդու վրա ոնց որ առաջին անգամ ես, չես լսե այդ ելույթները դու։ Բանը այն մահվան նախարարը Արսենը Թորոսյան։ Նա սեր կյանք իմաստություն է ճառակում նրա ելույթներից։ Խաղաղության աղավնիների խոսույթը, եթե համեմատենք ուղակի այն բառամթերքի հետ, այն տեքստերի հետ, որ արտասանվում է ընդդիմադիրների կողմից, ընդդիմադիր ակտիվիստների կողմից եւ ընդդիմադիր լրատվականների եթերներում։ Մորթենք, փրթենք, թափենք, դավաճաններ, գլխատել, սպանել, կաշին քերթել, ծառից կախել, թուրքեր, չգիտեմ, երեխեքին սպանել, կնոջը սպանել։ Այդ ինչ արիք սաղ ասցիր արա դու էլ, արա, այդ ինչ անկեղծանալս է, անկեղծած է։ Ինչ արիք մինչև հիմա, սաղ կարող եք գիտես բանը Պետրոսը քո համար քահանա է, նստել ես ինքնախոստովանություն ես անում, մեղքերի թողություն ես անում, ինչ ես անում։ Դե լավ, վերջ դու արա հանրային հեռուստաընկերություն է, սաղ աշխարհ լսում է։ Վաղտը կգա, կեթաս կնստես, քննիչի մոտ կանես, Պետրոսի մոտ չես խոստովանում սաղ, վաղ։ Որ ասեմ, այդ ավելորդ անկեղծությունը իմ ներվերի վրա արդեն ազդում է։ Միասին Չաուշեսկուի օրինակ ընկնելու թուրք դավաճաններ, թուրք անտերներ, չգիտեմ, էլ ինչ կա։ Այս փոքր մի հատ բան արեցի, երևի այս մենակ այսօրվա լրահոսում հաստատ այսքան եղած կլինի իրանց։ Գուշակել է սա, արա։ Փաստորեն ոչ միայն խոստովանում, այլ նաև հենց մի հատ էլ բաներ անում, գուշակություններ էլ անում։ Վերջացրու չի կարելի։ Մեր պատասխանը սրան դուք կոռուպցիոներներ եք եւ ենթարկվելու եք պատասխանատվության։ Շատ կերպեցիք այդ ձեր ասածը։ Որովհետեւ ինքը ավելի մեղմ են ասել։ Հիմա այստեղ ուղակի մի քիչ այս բանի ազդեցության տակ մի քիչ խստացրեց էլի։ Դուք կոռուպցիոներներ եք եւ ենթարկվելու եք օրենքով սահմանված կարգով պատասխանատվության, Վահագն ջան, օրենքով սահմանված կարգով։ Մի հատ օրինակ բերեք էլի ատելության խոսքի մեր կողմից։ Բացառված բան է։ Ոչ մի անգամ չի եղել։ Ատելության խոսքի վիրավորանքի չէ, որ ինչ որ պայտակ կարող ներվերդ չդիմանա, որ ինչ որ մի բանին ի պատասխան դու էլ մի բան։ Ատելության խոսքի մի հատ բան բերեք էլի։ Այդ ներվերն էլ են բաներ էլ են Էդմոն Մարուքյաններ էլի կպավեն խեղճ Ալեն Սիմոնյանին, բա անբարոյականի վաստը։ Թե դու որտուս գիտես ասա կամ այ քեզ բան է, այդ ինչ ասելու բաները։ Մարդ կլինի ազգային ժողովի նախագահությունում նստած մարդուն այդպես բան կասի,
նայել իր հերթին անբարոյականի բաց, ես իմ տարյապկա, մերյապկա, չէ, հազարից մեկ Պետրոստես բանում ենք, դենամ ես մեր ազգային ժողովը, լուրջ քննարկումները, հանրային կյանքի վերաբերող հարցերը, նստեն, միասին քննարկեն, մասնակից դարձնեն, շատ լավ մթնոլորտ է հիմա մեր ազգային ժողովում, շատ, առավոտից լույսը բացում է, մարդիկ սպասում են, այնքան մարդ գիտեմ, ասեն գիշերը չի քնում, գիտի հաջորդ օր ազգային ժողովն իստա, գիշերը քունը չի տանում, ասում հանկարծ քնով չմնամ, նստենք նայենք մի քիչ բավականություն ստանանք այդ սիրո խոսքից, այս ինտելեկտուալ քննարկումներից, այդ բովանդակային քննարկումներից, շատ է սիրում է ժողովուրդը իրան էլ են, չէ, որ գնացել էր Գյումրի, այն Թուրքի մայլա որ գնացել էր, ասած Թուրքի մայլա եմ գնաց, այնտեղ ասել են, չէ, որ իրան շատ են սիրում, դե կսիրեն, ասենք ով տենա չի սիրի, ուղղակի էլ մի հատ աղջիկ չի գտնվել, որ իրան սիրի, մնացածը սաղ սիրում են, այն զորամասում է, որ ծառայել է այդ վիճակում, ով գիտի ինչքան մարդ է սիրի, բայց դե կսիրեն, հա, բայց աղջիկները չեն սիրում, չեն սիրում։ Պարոն Ալեքսանյան, մայիսի 9-ից հետո մեր հասարակությունը երկու մասի էր բաժանվել, եվրոպամետները ուշաթափվում էին այն մտքից, թե ինչի է վարչապետը գնացել, ռուսամետները ուշաթափվում էին այն մտքից, թե ինչի է գնացել, բայց մեր զորքը չի մասնակցել։ Հիմա ինչու եւ ինչու։ Բայց սխալ ես ասում, Պետրոս, երկու մասի չեն բաժանվել։ Երրորդ մասն էլ կա։ Երեք մասի են բաժանվել։ Էմի մասն էլ ասում է աղբեր ջան։ Կառալոկ ծախողի գլխարկը դրել ես, հելը գնացել ես։ Մի աշի կառալոկ, ինչի հետ չես տարի։ Այդքան մարդ կան դե։ Չինաստանից եկել էին, Եվրոպայից եկել էին, SNG երկրներից եկել էին, Աֆրիկայից եկել էին, Մոսկվայ առավոտից իրիկո միջոցը ոնց է չելեր մեկի սիրտը քաշելու էր 2 կիլո կառալոկա։ Կառներ, ասենք մյուսին է քյուրասը։ Ասում գնացել ես, օրինակ շատ մեծ խումբ կա, ասում են ախպեր, կառալոկ ծախողի շորերը հագել ես, գլխարկը դրել ես, հելը գնացել ես։ Ինչի հետ այդ ապրանք չես տարել, մի քիչ էլ հետ այդ ապրանք ծախեիր։ Այդ երրորդ 3 խմբի են բաժանված Պետրոս։ Ու հիմնական այդ երրորդ խմբի ներկայացուցիչները։ Ինչի ան Վահագ ջան, մատ ասա տենա։ Այն Այս վերջերս գնացել էր Իջևան ձեր կողմերը, ընդեղից էլ ասենք խնձոր էին ծախում, բան էին ծախում, սուջուղ մուջ, առավ, մոշ, արա առել ես ասա տար, վերավաճառի, տեսքը տեղը, այդ գործի համար լրիվ համապատասխան, մեկ այն ռուս ժուրնալիստներն են, նայում են, ասում են, թուրքն եկավ, բայց ապրանք չկա, առանց ապրանքի թուրք ում է պետք։ Ինչու եվրոպամետներից, ինչու լավագույն պատասխանը այդպես եւ այդպեսն է, բայց այդ ճոխությունը, քանի որ մեզ թույլ տալ չեն կարող, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը շարժվում է Հայաստանի Հանրապետության լավագույն շահով։ Այդ գիտես որն է Պետրոս։ Հայաստանի վարչապետի, իրանց վարչապետի առաջնորդած լավագույն շահը Ադրբեջանի շահն է։ Հա, մեկ է Թուրքիայի։ Ասենք որ Ադրբեջանի նախագահ շահը դնում է, ինքը շահը կատարում։ Օրինակ Ադրբեջանի շահերից բխում էր, որ մեր զորախումբը Կարմիր հրապարակով հաղթանակի 80-ամյակի շքերթին անցնի որպես պատերազմին իր նշանակալի մասնակցություն ունեցած ժողովրդի զինծառայողների ժառանգներ։ Բխում էր դա մեր պետության, մեր ժողովրդի շահը։ Ոչ, դա մեր լավագույն շահերից չէր։ Մեր լավագույն շահերից բխում էր, որ Կարմիր հրապարակով անցնի ադրբեջանական յաշմահատուկ նշանակության ստորաբաժանումը, որը որ արցախցիներին գխատում էր, սա դանակով դրած յաշմայի զինծառայողները ծեր էին մորթում։ Այդ դրանք պիտի անցնեին։ Հայկական բանակը ոնց պիտի անցնի։ Բխում է դա մեր ժողովրդի շահը։ Ոչ։ Օրինակ մեր ժողովրդի, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության լավագույն շահերից բխումը գնա Ալբանիա, խոնարհվի Իլհամ Ալիևի առաջ, որ Էրդողանը ասեց ձեռով կանչի ասի արիստել արա։ Գալիս ասում, հա, ինչ արիր, Ալիևի նորմալ է, անում եք ձեր արածները։ Դե դավայ, սա այն ոնց են, այս մի հատ բառ կար է, որ ասում են Պետրոս, որներ, հա, ստեսություն, բայց այնի ցեյովա, սան որներ։ Հա մի խոսք կա, որ ասում են դավայ գնա ստեից։ Բայց դա բխում է մեր Հայաստանի Հանրապետության լավագույն շահերից։ Այդ մարդիկ էլ այդ լավագույն շահերն են սպասարկում։ Մնացած ով ինչ ուզում է ասի։ Բայց դե Վահագ արի ձեռը դիր խղճիտ ասա, որ մի 2 կիլո ապրանք ծախելը էլ է մեր ժողովրդի շահերից էր բխում։ Ոչ մեկը ընդ իրան չէր խանգարում։ Հիմա ասենք թե կանգնում է բագաժնիկը բացում է 2 ящик ապրանք հանում ընդ մի դախլա դնում է սիրուն։
ռուսականով։ Ասա որ էտել էր բխում մեր շահերից, բայց չարած։ Բաներ կա որ չի անում։ Սխալներն էլ ընդունի։ Նրբորեն ավարտում ենք մեր եթերը։ Չէ, նրբորեն չենք ավարտում։ Շարժվում է Հայաստանի Հանրապետության լավագույն շահով։ Всё, այդքան բան է, նրա նրբորենը ո՞րն է։ Լավ էր կոպտորեն։ Ու եթե Հայաստանի Հանրապետության լավագույն շահից բխում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության վարչապետը գնա Մոսկվա, Հայաստանի Հանրապետության վարչապետը կգնա Մոսկվա, եթե բխում է գնա Վաշինգտոն, կգնա Վաշինգտոն։ Եթե բխում է գնա Բաքու, գետա Բաքու արդեն բխել է, որ գնա Անկարա մասնակցի Թուրքիայի նախագահի երթման արարողությանը, նույն նախագահի, որ Բայրակթարով մեր զինվորներին էր սպանում ու գնացել էր Բաքվում հաղթական շքերթեր ընդունում, բխել է մեջում, գնացել է։ Անտալիայի դիվանագիտական ֆորումին բխում է, որ արտաքին գործերի նախարար Ռուբինյանը գնա, բխում է, բխել է, գնացել են, մխել են, եկել են։ Հիմա էլ մի օր էլ կբխի, որպեսզի գնան Սումգայիթ, մի օր կեթան Եվլախ, մի օր կեթան, ինչ էլ Նախիջևանը կեթան, ուր ասես կեթան, որովհետև բխում է իրանց շահերից։ Իսկ իրանք ովքեր են, հիմա որ ասեմ կասի ատելության, խոսքը տարածում ես, մեզ ասում են թուրք, մեզ ասում են, ես եմի, ոչ էլ ասում ենք։ Ոչ էլ ասում են, ինչ կա դա թող մնա։ Ինչ ենք ասում։ Մեր հարգարժան, այսօր անուն դրեցինք։ Այսօր եւ այսուհետ։ Մեր հարգարժան Միշիկ եւ Սաշիկ հիշատակող Չիշիկ Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Մեր հյուրը Վահագն Ալեքսանյանն է, կհանդիպենք ցտեսություն։